Այն պատկամը, որը սրտիս թրվել է, որ կիսվեմ ձեզ հետ, սիրելիներ, միգուցե շատ հասարակ թվա, բայց իր մեջ զորություն և կյանք կա։ Եվ ամեն անգամ այս վերնագրով պատկամ լսելուց իմ մոտ մի նոր ճանաչողություն է գալիս։ Եվ շատ անգամներ մենք, երբ որ ունենք որոշակի մտածելակերպ և սահմանափակումներ, մենք մտածում ենք, թե Աստված այս կանն է, Աստված այս է, բայց իրականում Աստված ամենակարող է։ Իմ պատկամիս վերնագիրը հետևյալն է՝ ամենակարող Աստված։ Մեր կյանքը այնպիսին է, որ մենք միշտ ունենք ելևէջներ, մենք միշտ ունենք հաղթանակներ և միշտ ունենք պարտություններ։ Ցավոք սրտի, բայց ունենք։ Եվ նաև ունենք դժվարություններ, որոնց մեջ ձայնը փսփսում է, հանձնվիր։ Մեկ ուրիշ ձայն էլ կողքից ասում է, դու հաղթող ես։ Ճիշտն ասած, չես կողմնորոշվում, հիմա դու հաղթող ես, թե հանձնվող։ Եվ ուզում ես, քանի որ ավելի հեշտ է հանձնվելը, ուզում ես զենքերդ վայր տնես, ուզում ես հանձնվես, բայց մի հատ ուրիշ խոսք էլ գալիս է, ասում է, ուր հանձնվես, դու հաղթող ես։ Եվ չես կողմնորոշվում։ Այդ իսկ պատճառով մեզանից յուրաքանչյուրը միշտ այս խնդիրների մեջ լինելով կամ որոշում է հանձնվել, կամ որոշում է հաղթել և գնալ առաջ։ Ամեն դեպքում Աստծո խոսքն ասում է նայեք ձեր հավատքի կատարողներին և առաջնորդներին։ Բնականաբար մենք մարդկանց ենք տեսնում երկրի վրա և նրանց տեսնելով, որ նրանք գնում են առաջ, մենք էլ ենք գնում առաջ։ Աստծո խոսքն ասում է այդ հավատքի կատարողն ու առաջնորդը իրական և իդեալական օրինակը դա Հիսուս Քրիստոսն էր, որ մենք պետք է նայենք Քրիստոսին, ինչպես որ ինքը հաղթության ընթացքով անցավ դժվարությունների ու խնդիրների մեջից, վերջում էլ հաղթեց, նույնը մենք պիտի լինենք։ Այդ իսկ պատճառով մենք կարիք ունենք ամենակարող Աստծուն ճանաչելու։ Այդ ամենակարող Աստվածը ոչ թե ուղղակի Աստված է, որ երկնքում է, այլ ամենակարող Աստվածը քո Աստվածն է։ Եվ ինքը ուզում է, որ դու իրեն անձնապես ճանաչես։ Կարող է դու 40-50 տարվա քրիստոնեական կյանք ունենաս։ Կարող է դու նոր Քրիստոսին մոտեցած լինես։ Դու կարիք ունես ամենակարող Աստծուն ճանաչես։ Ես կարիք ունեմ ամենակարող Աստծուն ճանաչել։ Ինչու՞, որովհետև միտեղ է գալիս, որ մեր փորձառությունը վերջանում է։ Միտեղ է գալիս, որ մեր համբերությունը լցվում է, միտեղ է գալիս, որ խնդիրները մեզ ծածկում են, եւ մենք զգում ենք, որ այլևս չենք կարող եւ ուրիշ բան չունենք անելու։ Այս դեպքում մենք կամ հեռանում ենք Աստծուց, կամ սկսում ենք իրան մոտենալ, ու քանի որ արդեն էլ ոչինչ չենք կարող անել, ասում ենք Տեր, դու ամենակարող ես։ Գիտեք, ամեն անգամ, երբ որ դու ասում ես, որ Տեր դու ամենակարող ես, դու ուզում ես ասել, որ ամենակարող, ես այդ ամենակարող զորության կարիքը ունեմ։ Եվ այդ տգարության մեջ ամենակարողը քեզ զորացնում է։ Քո տգարության մեջ ամենակարողը հայտնվում է, ու դու բացահայտում ես, որ ինքը իրականում ամենակարող Աստվածն է ամեն իրավիճակի մեջ։ Ուզում եմ քեզ մի հավատքի խոսք ասել։ Հավատացողին ամեն բան կարելի է։ Ուզում եմ, որ այս պահից սկսես հավատալ։ Ինչ խնդիր, ինչ իրավիճակ, ինչ դժվարություն, որ հենց հիմա քեզ պարուրել է, հավատաս, որ Աստված ամենակարող է և կարող է այդ իրավիճակը շրջել։ Աստված ամենակարող է և կարող է դուռ բացել։ Աստված ամենակարող է և կարող է ճեղքում բերել։ Մենք կարիք ունենք ամենակարողին ճանաչել։ Առաջի համարը Ծննդոց 17-րդ գլխի մեջ է գրված, ուզում եմ կարդալ ձեզ համար։ Երբ Աբրամ 99 տարեկան էր, 100 չկար, 99 տարեկան էր, Տերը Աբրամին երևաց և ասեց. Ես եմ ամենակարող Աստվածը։ Աբրամը չգիտեր Աստծուն, գիտեր։ Եթե նախորդ գլուխները դուք նայեք Աբրամի կյանքը,
Աստված հայտնվում է Աբրամի կյանքի մեջ եւ ասում է. ես եմ քո վահանը, ես եմ քեզ պաշտպանողը, ես եմ քեզ օրհնողը, տարբեր համարների ես եմ քեզ կանչողը, կոչում տվողը։ Մենք տեսնում ենք տեսիլքը վերցրեց, մենք տեսնում ենք շարժվեց, խնդիրների միջից անցավ։ Աբրահամը ուներ կյանք, ուներ ընթացք, հոգևոր ընթացք, Աստծո հետ քայլում էր եւ քայլելով Աստծո հետ ճանաչում էր Աստծուն։ Բայց 99 տարեկան էր, երբ որ Աստված հայտնվավ Աբրահամին եւ ասեց. ես եմ ամենակարող Աստվածը։ Գիտեք ինչու համար հայտնվավ Աբրահամին։ Որովհետև Աբրահամը իր կյանքի մեջ ուներ մի այնպիսի պրոբլեմ, որը միգուցե ոչ մեկ չգիտեր, որ Աբրահամի սրտին մի հատ ծանր բեռ կա։ Միգուցե մեզնից շատերը չգիտեն, թե մեր կողքին նստածի սրտին ինչ ծանր բեռ կա։ Եվ մեզ համար հեշտ է։ Մեզ համար հեշտ է խոսելը, մեզ համար հեշտ է դադելը, բայց չգիտենք այդ մարդու կյանքի մեջ ինչ կա։ Դրա համար Աստված ուզում է, որ այն սրտիդ խնդիրը, այն բեռը, որը հենց հիմա ունես եւ զգում ես, Աստված ուզում է հայտնվել քեզ եւ ասել. ես եմ քո ամենակարող Աստվածը։ Գիտեք, Աբրահամը մինչև այդ հոգևոր ընթացք ուներ եւ մարմնավոր սխալներ էլ ուներ։ Այսինքն նախորդ գլուխը, երբ որ մենք կկարտանք, մենք կտեսնենք, որ իր սրտին մի հատ ցավ կար, ինքը զավակ չուներ, եւ որբիսի այդ հարցը լուծեր, ինքը մտել էր իր ծառայի մոտ, Հագարի մոտ եւ նրանից երեխա էր ունեցել։ Եվ շատ անգամներ մենք էլ կյանքում ինչ որ խնդիրների հանդիպելով փորձում ենք աստվածային մաքուր ճշմարիտ ճանապարհը հարմարեցնել, փոխել, որբիսի մենք էլ ասենք, որ այսպես լավ էր, այս սա ճիշտն էր, սա օրհնությունն էր, բայց մենք երբեք չենք ճանաչում ամենակարողին։ Դռներ, որոնք փակվել են մեր առաջ, մենք ուզում ենք զորի ուժով բացել։ Դռներ, որոնք փակվել են մեր առաջ, մենք ուզում ենք մարդկանց գցելով, խաբելով, մարդկանց նեղություն տալով բարձրանալ, կանգնել, բայց դա աստվածային չէ, Աստված չունի դա։ Աստված ունի օրհնություն։ Դիմե ամենակարողին, Աստված ճարը կբերե, Աստված լուծումը ունի, դրա համար էլ Աստված հայտնվավ Աբրամին եւ ասեց. ես եմ քո ամենակարող Աստվածը։ Որովհետև գիտեր իր սրտի ցավը, իր սրտի խնդիրը գիտեր, դրա համար էլ հայտնվավ եւ ասեց. ես եմ քո ամենակարող Աստվածը։ Գիտեք, Աբրամը, երբ որ Իսմայելին ունեցավ, 86 տարեկան էր, 13 տարի անցել էր, 13 տարի այդ ցավը իր սրտի մեջ էր, 13 տարի ինքը Աստծո հետ ժամանակ էր անցկացրել, բայց Աստծուն որպես ամենակարող չէր ճանաչել։ Մենք կարող է ունենանք քրիստոնեական մեծ պատկերացումներ, մեր գաղափարը, մեր անցած ուղին, բայց մենք ամենակարողին երբեք մեր կյանքերի մեջ ամենակարող տեսած չլինենք։ Յուրաքանչյուրիս կյանքի մեջ կան դժվարություններ, կան խնդիրներ։ Թույլ տվեք այսօր Աստված այդ խնդրի վրա գա որպես ամենակարող Աստված։ Գիտեք, ես մեծ համարձակությամբ եւ ուրախությամբ եմ սա ասում, որովհետև գիտեմ, որ ինքն է ամենակարողը։ Այն հայտնությունը, որ գալիս է, ես փոխանցում եմ քեզ եւ ես վստահ եմ, որ ամենակարողը քո կյանքի մեջ գործ ունի։ Ամենակարողը քո կյանքի մեջ գործ ունի։ Եվ ամենակարողին, երբ որ դիմես, մարդկային բոլոր սահմանափակումները, բոլոր կարծրատիպերը կկոտրվեն։ Միգուցե դա 13 տարվա քրիստոնյա կյանք լինի, միգուցե մի ամբողջ պատմություն լինի, միգուցե տարիների վեճ եւ խնդիր լինի, միգուցե ժառանգական խնդիր ու անեծք լինի, որ եկել է քեզի, քո ծնողից, ժառանգաբար հասել է, մինչև այսօր էլ այդ խնդիրները տեսնում ես քո կյանքի մեջ։ Այսօր ամենակարողը քեզ հայտնվում է եւ ասում է ես եմ ամենակարող Աստվածը։ Հայրն ասում է ես եմ ամենակարող Աստվածը, այսինքն ուզում է քեզ ասել դու խնդիր չունես, դու պրոբլեմ չունես։ Ճիշտ է, կարող է քո կողքինը ծիծաղի, կարող է սառան ծիծաղի, կարող է ասել ես այսքան ապրել եմ, ինձ էլ ինչ պետք է, էլ պետք չէ, սա իմը չէ, ես չեմ կարող որդի ունենալ, էլ ինչ ունենամ, Աստված, ամենակարող Աստվածն է։ Եթե դու մտածում ես, որ քո ժամանակն անցել է, ուշ է, այլևս հիմա էլ քեզ պետք չէ, Աբրամը 99 տարեկան էր, երբ որ հայտնություն ունեցավ
ով է ամենակարող Աստված եւ ինչ կարող է անել ամենակարող Աստվածը։ Երբ որ այս բառերը ասեց, Աստծո խոսքի մեջ շարունակություն կա գրված։ Գրված է իմ արջևս քայլե եւ կատարյալ եղիր։ Այսինքն ուզում է ասել, որ ուզում ես ես քեզ համար ամենակարող լինեմ, քայլիր իմ ճանապարհներով։ Իսկ մեզ համար մեր ճանապարհները ավելի կարևոր են, քան Աստծո ճանապարհը։ 119 Սաղմոսի մեջ այսպես է գրված. ամեն մարդու ընթացքը, գնացքը իրեն աչքի համար ուղիղ է։ Մեզ թվում է, թե մենք միշտ ամենաճիշտ որոշումներն ենք կայացնում։ Մենք ամենաճիշտ ճանապարհով ենք քայլում, բայց իրականում դա միայն մեզ է թվում։ Դրա համար Աստված ասում է Աբրամին. իմ արջևս քայլիր, իմ արջևս կեցիր եւ կատարյալ վարվիր, կատարյալ եղիր։ Գիտեք, մենք ամեն մեկս կարող ենք խոսքը լսել։ Այդ խոսքը ուղղակի անցավ մեր կողքով։ Հակոբ առաքյալն ասում է խոսքը միայն լսողներ մի եղեք, այլ խոսքը կատարող եղեք։ Երբ որ մեր հավատքին գործ չկա, երբ որ մեր լսածին պտուղ չկա, մեր լսածը լսեցինք ու լսեցինք ուղղակի, դուրս եկանք, մենք նորից նույնն ենք, ոչ մի փոփոխություն չկա ամենակարողի զորությունը, որովհետև այդ խոսքը ուղղակի անցավ քո կողքով, որովհետև այդ խոսքը ուղղակի խոսք էր, որը դու լսեցիր, միգուցե քո սիրտը շոյեց, միգուցե քո մտքի մեջ ինչ-որ դրական փոփոխություն եղավ, բայց ինքը կյանքի չվերածվեց, ինքը կյանքի չկոչվեց, այդ իսկ պատճառով ամենակարողը նորից մնաց վերևում, քո խնդիրներն էլ քեզ, բայց Աստված եկել է քո խնդիրը լուծելու համար, Աստված եկել է ամենակարողը լինելու համար քեզ համար, եւ ես, որպես փրկիչ, որպես Աստված, իրան ունենալով, ես կարիք ունեմ ճանաչեմ նրա ամենակարող զորությունը։ Եթե ես չեմ ճանաչում նրա ամենակարող զորությունը, ես չեմ կարող պտղաբեր լինել, ես չեմ կարող որդի ունենալ, ես չեմ կարող սերունդ ունենալ, որը օրհնված է, ես չեմ կարող ժառանգել Քանանը, որտեղ մեղր ու կատ է բխում, ես չեմ կարող փոխանցել այն օրհնությունը, որը գալիս է աստվածային տեսակետից, որը գալիս է երկնքից, որովհետև ես չեմ ճանաչում ամենակարողին։ Մենք ամեն մեկս ունենք մեր խնդիրները, բայց այդ խնդիրների մեջ մենք կարիք ունենք ճանաչենք ամենակարող Աստծուն։ Երբ որ մենք ասում ենք ամենակարող, բառից բուն իմաստով հասկանում ենք Աստված, որը ամեն բան կարող է։ Երիտասարդական ծառայության ժամանակ այս համարը շատ կրկնեցինք։ Մենք ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով։ Գիտեք, Քրիստոսը նոր կտակարանի մեջ հայտնվավ ամեն մեկիս ասելով. իմ զորությունս տկարության մեջ է գործում, եւ դուք ամենքդ ամեն բան կարող եք ձեզ զորացնող Քրիստոսով։ Եվ երբ որ մենք Քրիստոսին ունենք մեր կյանքերի մեջ, մենք ունենք ամենակարողի զորությունը։ Մի համար, որ մի քանի շաբաթ առաջ կարտացել եմ, ուզում եմ այդ համարը կարտամ եւ շարունակեմ խոսքը։ Այս համարը հաճախակի իմ սրտի հետ խոսում է։ Խոսում է այն ժամանակ, երբ այս երկի բառերը ինձ էլ են ջուր գալիս, որ ինչ որ մեկը փսփսում է, որ հանձնվի։ Ինչ որ մեկը փսփսում է, որ չի ստացվի, զենքերդ վայրդիր։ Տես որ խնդիր կա, տես որ դու լավը չես, հայելի լավը չէ, բայց Աստծո զորությունը ուժեղ է։ Իրականում այս համարը ինձ օգնում է, որ ես միշտ առաջ գնամ։ Եվ երբ որ իմ մոտ Աստծո խոսքի եւ իրավիճակի անհամատեղելիություն է լինում, ստիպված եմ, բայց ուրախությամբ գամ, ասեմ Տեր, ուզում եմ խոսքի դիրականությունը կյանքիս իրականության մեջ դնել։ Եվ հենց ստեղ Աստծո զորությունը կատարվում է։ Կարտամ այս համարը երկրորդ Կորինթացիներ 3-րդ գլուխ 14-րդ համար։ Բայց գոհություն Աստծուն, որ միշտ մեզ հաղթություն կուտա Քրիստոսով, եւ իրեն ճանաչելու հոդը մեզանով հայտնի է անում ամեն տեղ։ Երբ որ խնդիրները կուտակվում են, ասում եմ Տեր, ինչ անեմ։ Խնդիրներ կան, խնդիրներ կան, չեմ կարող հասնել, չեմ կարող միջամտել,
բայց մյուս կողմից այս խոսքը գալիս է մտքիս։ Ես քեզ հաղթություն եմ տալիս։ Հիմա ուզում եմ այս խոսքի ճշմարտությունը տեսնել իմ կյանքի մեջ, անհամատեղելիություն կա, խնդիր կա, ես պարտված եմ, ես նեղված եմ, ես չունեմ պատասխան, ես չունեմ լուծում, չունեմ օրհնություն, բայց խոսքը ասում է, ես քեզ հաղթություն եմ տալիս։ Ես քեզ ուզում եմ միշտ, այս միշտ բառն է ինչ որ սխմ է էլի, հա կոնե գրածեղներ երբեմն կսեմ լավ դե մի հատ մնգա, մի հատ մելա, մի հատ մնգա, բայց Աստծո խոսքը ասում է միշտ հաղթություն եմ տալիս։ Այսինքն ուզում է ասել, երբ որ դու կատարյալ վարվես, Աբրահամին ասել, երբ որ դու իմ առաջս քայլես ու կատարյալ վարվես, դու երբեք չես ընկնի, դու երբեք խնդիրների մեջ չես մնա։ Ճիշտ է լինելու են այդ խնդիրները, լինելու են գայթակղությունները, լինելու են նեղություններն ու խնդիրները, բայց Աստված ասում է, եթե դու ինձ ճանաչես, եթե իմ առաջ քայլես, Աբրահամին ասեց իմ առաջ կենաս, դու ինչ կունենաս, հաղթություն կունենաս։ Երբ որ մենք այս հաղթության ծարավը ունենք, ոչ թե մենք ուղղակի ունենանք, պարզենանք, որ ես հաղթեցի, այլ ամենակարողը հաղթեց, այլ ամենակարողի հետ մենք գնացինք, եւ օրհնությունը եկավ, հաղթությունը եկավ։ Ես հավատում եմ, որ ամեն օրհնություն եւ ամեն հաղթություն նրանից է գալիս։ Ամեն շնորհք եւ իմաստություն նրանից է գալիս։ Ոչ թե մենք մեզանից ինչ որ ենք, այլ ամեն բան նրանով է մեր մեջ եւ ամեն հաղթություն, ամեն հայտնություն, ամեն զորություն, ամեն աղոթքի պատասխան նրանից է, որովհետեւ նա ամենակարողն է։ Եվ նա ուզում է ինձ եւ քեզ բոլորիս միշտ հաղթություն տա, որովհետեւ մենք ճանաչենք Քրիստոսին եւ այդ հաղթությունով ամեն ժամանակ ուրախանանք եւ գնանք առաջ։ Գիտեք, խնդիրներից մեկն ինչ է, որ մենք ամեն ժամանակ նայում ենք հետ, ունեցած մեր լավ հաղթություններին եւ ասում ենք հիշում ես, բայց անցել է, հիշում եմ։ Իսկ ապագայում ինչ ես հիշում, ապագայում ինչ ես տեսնում, հիմա ինչ ես մտածում, հիմա ինչ ճանաչողության մագարտակի մեջ ես, հիմա ինչպես ես առաջ գնալու։ Գիտեք, մարտահրավերները շատ են։ Մենք այսօր ավելի ճանաչողության առումով ավելի բարձր պետք է լինենք։ Մենք Աստծուն ավելի մոտ պիտի լինենք, որ կարողանանք այս իրավիճակների մեջ ավելի առաջ գնալ, ճեղքել եւ ամեն խնդիրների պատասխանները երկնքից ունենալ։ Գիտեք, տեղեր կա միջև այսօր էլ մարդկային առումով հասանելի չէ։ Ես չեմ կարող հասնել, բայց լուռ ու մունջ աղոթում եմ, ասում եմ, Տեր, քո ամենակարող զորությունը թող գա, քո օրհնությունը թող գա, որովհետև ես մարդ եմ, դու մարդ ես, մենք ամենքս, բայց ամենակարողին ճանաչելը եւ իր զորություն ունենալը մեզ ամեն ժամանակ հաղթություն է տալիս։ Մեր կյանքի մեջ կան շատ խնդիրներ, որոնք պատճառ են հանդիսանում, որ մենք չենք հաղթում։ Ես մի քանի կետեր եմ դուրս գրել, կարող է չթվարկեմ այն կետերը, որտեղից դու խնդիր ես ունենում, բայց ես հավատում եմ, որ Սուրբ Հոգին կբերե քեզ համար այն տեղերը, որտեղ դու ընկնում ես եւ հաղթություն չես ունենում։ Բայց Աստված ուզում է, որ դու միշտ հաղթություն ունենաս։ Ամենաառաջի տեղը, որ ուզում եմ նայենք իրար հետ, որ մենք հաղթություն չենք ունենում, պատճառը մեղքն է, սիրելիներ։ Երբ մենք մեղքի մեջ ենք ընկնում, երբ մենք մեղք ենք ունենում մեր կյանքի մեջ, թշնամին կարողանում է մատնացույց անել։ Եվ մեղքը մենք բոլորս գիտենք, առիթ է հանդիսանում բաժանման, առիթ է հանդիսանում մեր եւ Աստծո միջև հարաբերության, որը փակում է ճանապարհը ճանաչողության։ Եվ մեղքը, երբ որ մենք սկսում ենք մեղքի վրա կուտակել եւ ունենալ, մենք տեսնում ենք, որ հաղթության ընթացքը դատարում է մեր կյանքի մեջ։ Հաղթությունը կանգնում է, բայց Աստված մեզ իշխանություն է տվել մեղքի վրա։ Ասում է մեղքը դրան հետևն է եւ թագում է, եթե մենք բացենք մեղքը ներս կգա, եւ մենք հաջախագի բացում ենք դուռը, կամ մեր դուռը փակել չէ։ Մեղքը ինքնահոսով գալիս է, մենք չենք էլ կանգնում, մեր դուռը փակել չէ։ Եկեք փակենք մեղքի դուռը։ Կապ չունի դա ժառանգական է գալիս, կապ չունի դա առօրյական է, կապ չունի որտեղից է գալիս։ Փակիր մեղքի դուռը, որպեսզի հաղթությունը գա։ Ուզում եմ մի աստվածաշնչյան հրաշալի օրինակ բերել հաղթող առաջնորդներից մեկի կյանքից, վստահ եմ Հեսուի հաղթանակների մասին բոլորդ լսել եք եւ կարդացել եք Հեսուի գիրքը, որ տարբեր հաղթություններ ունեցան եւ եկան հասան Գային եւ մի հատ փոքր քաղաք էր,
բայց այդ քաղաքի մեջ պարտություն ունեցավ Հեսուն։ Ու երբ որ պարտություն ունեցավ, Հեսուն եկավ ծերերի հետ Աստծո առաջ եւ ասեցին. Տեր, ո՞րն է պատճառը, որ մենք պարտություն ունեցանք։ Եվ Աստծո խոսքը հստակ եկավ, որ ժողովրդի մեջ ինչ կար, մեղք կար, նզով կար։ Աստված ասել էր. ոչ մի բան ավարից չվերցնեք։ Եվ բոլորս գիտենք գրքից, որ Աքարը ինչ էր վերցրել։ Մի վերարգու, մի քանիսի կղարձատ եւ ոսկե լեզու, եւ բերել իր վրանի մեջը պահել էր։ Միջև որ Հեսուն հայտնությունով կոնկրետ ազգատոհմերը անցկացրեց եւ Աքարի մեղքը բացահայտվեց։ Մենք տեսնում ենք, որ որպես օրինակ չկա այդպիսի մեղք, որ Աստծո ծածուկ է, սիրելիներ։ Եթե մենք մտածում ենք, որ Աստծուն պիտի մեր մեղքը ասելով զարմացնենք, կներեք, մենք չենք կարող Աստծուն զարմացնենք, այլ Աստված կարող է մեզ անակնկալ բերել։ Դուք մտածում եք, որ Աքարը մտածում էր, որ ինքը պիտի բռնվեր կամ պիտի ասեին, որ մեղքը այստեղ է, դռանտակն է, հա, վայրանիդ մեջն է։ Մենք անակնկալի ենք գալիս երբ որ Աստված պատահաբար իր շնորհքով շոյում է մեզ։ Ուղղակի իր շնորհքով շոյում է մեզ, եւ այդ շնորհքը մեզ առաջնորդում է ապաշխարության կամ էլ հակառակության։ Մենք սկսում ենք պատնեշ դնել, այ ով ասեց, մենք չենք մտածում, որ մենք մեղք ենք գործել, մենք մտածում ենք, այ ուրդից իմացան։ Աստծուն մենք հեչ բան չենք կրնա պահենք Աստծուց, ոչ էլ կրնանք իրան զարմացնենք մեր մեղքով, բայց մեղքը պատճառ է, սիրելիներ, որ մենք մեր հաղթությունը ինչ ենք անում, կորցնում ենք։ Ճիշտ այն ժամանակվա մեղքի պատիժը ակնթարթային էր, Ակովրի ձորի մեջ իր ամբողջ ազգուտագը ունեցածը, ինչ որ կար, այրեցին եւ գնաց։ Մեզ համար այսօր այդ դժվարությունը կարծես թե իրատեսական չէր, մենք մեղքը սովորական ենք դիտում, բայց իրականում մեղքի վարձքը մահն է, սիրելիներ։ Եվ մենք սկսում ենք պարտվել, երբ որ մեղք կա մեր կյանքի մեջ։ Բայց երբ որ մենք մեղքը մեր կյանքից դուրս ենք անում, երբ որ Իսրայելը Հեսուն դուրս հանեց, Նզովքը դուրս հանեց բանագից, ընդամենը կային մի քանի վայրկյան հետո իր թագավորով ամբողջ ունեցածով հայտնվեց Հեսուի ձեռքը։ Եթե ուզում ես ամենակարողի զորությունը կյանքիդ մեջ հայտնվի, քո կյանքի մեջ եղած ամեն սխալը, թերությունը, որի վրա Աստված իր մատը դնում է, դուրս հան քո կյանքիցդ, հեռացրա քո կյանքիցդ։ Գիտեք, շատ տեղեր կա, որ Աստված իրականում ուզում է, որ տեսնի, արդյոք մենք ճիշտ ենք վարվում։ Շատ անգամներ են կոպիտ ասած մի հատ օրհնության գումար է գալիս։ Հենց գալիս է մտածում ես 10-րդը 10 թե չ10, ինչու։ Չէ որ պիտի 10, ինչու համար մտածում ես 10 թե չ10։ Երբ որ դու ճիշտ դիրքի մեջ չես, թույլ ես տալիս մեղքը ազդի, սխալը ազդե քո կյանքի մեջ, իսկականից ամենակարողի զորությունը փագում ես քո կյանքի մեջ։ Երբ որ մտածում ես, որ Աստված փագի իմ դուռը, որը աշխարհից է, բայց դու ինքդ ես ուզում բացել, Աստված փագում է մի բաց։ Երբ որ Աստված բացում է, չես կարող փագել, որովհետև դա աստվածային է։ Երբ որ հաղթությունը գալիս է, ուղղակի գալիս է։ Դու ոչինչ էլ չանես, Աստված ունի հաղթություն գալիս է, ուղղակի քեզ պետք է ճիշտ դիրքի մեջ կանգնել եւ մեղքը քեզանից հեռացնել։ Եվ մենք վստահ ենք ամեն մեկս մեղքի հետ պատերազմ ունենք։ Եվ այդ մեղքը, որը հեռացնում ենք մեզանից, հաղթությունը գալիս է, սիրելիներ։ Երկրորդ պատճառը, որի մասին ուզում եմ խոսել, որ ամենակարողի զորությունը սահմանափակում է, դա մեր վախերն են։ Շատ անգամներ մենք ամեն մեկս տարբեր տեսակի վախեր ունենք։ Եվ այդ վախերը պատճառ են, որ մենք չենք կարող ամենակարողի զորությունը տեսնել, նրան որպես ամենակարող ճանաչել, որովհետև իրականում մենք վախենում ենք։ Վախենում ենք մեր ապագայից, վախենում ենք մեր եղածը կորցնելուց, վախենում ենք մեր հարազատներին կորցնելուց, մեր դիրքը, մեր հեղինակությունը, շատ բաներ, որոնք մենք ունենք առօրյա կյանքում, վախենում ենք կորցնենք դրա համար, այնպիսի պատնեշներ ենք ստեղծել դրա կողքը եւ մտածում ենք, թե մենք ենք դա ստեղծել եւ մենք ենք պահում, բայց Աստված ամենակարողն է։ Եվ թույլ մի տվեք, որ վախերը ձեզ սահմանափակեն։ Գիտեք, վախը սահմանափակում է մեզ։
սահմանափակում է մեր աղոթքը, վախը սահմանափակում է մեր զորությունը, որ Աստվածանից ունենք, վախը սահմանափակում է մեզ, որպեսզի Աստծո զորությունը տեսնենք։ Մի հրաշալի օրինակ Մատթեոսի ավետարան 14-րդ գլուխ 22-րդ համարից, երբ որ աշակերտները նավակի մեջ էին եւ ալեկոծություն եղավ։ Մինչև այդ Քրիստոսի հետ էին, Քրիստոս իրանց հետ։ Հրաշքներ տեսան, զորություններ տեսան։ Ուղղակի մի ակնթարթ, նավով պետք է անցնեին ծովի այն մյուս մասը։ Քրիստոսը մի ակնթարթ իրանց հետ չէր ու ալեկոծությունը բարձրացավ, փոթորիկը բարձրացավ։ Քո կյանքում ամեն բան լավ էր, նորմալ էր, հանգիստ գնում էր, գալիս էր, ոչ մի խնդիր չկա, ալեկոծություն եղավ։ Ու այդ ալեկոծությունը կործանեց քեզ, վախը կործանեց քեզ, ինչի՞ դու արդեն մտածեցիր, վերջն է, նավակը սուզվում է։ Բայց այդ նավակի մեջ ինչքան մարդ որ կար տեսավ Քրիստոսին, բոլորը վախեցած էին։ Աստծո խոսքն ասում է, իրանք այնքան վախեցած էին, որ Քրիստոսին տեսնում էին, մտածում էին, թե աչքի երևույթ էր։ Ամեն օր իրականում տեսածը մտածում էին, թե աչքի երևույթ է, որովհետև վախը այդքան ուժեղ ազդեցություն ուներ իրենց վրա։ Բայց նրանց միջից մեկը փորձեց այդ վախը հաղթահարել։ Ես վստահ եմ, որ քո կյանքում կան տեղեր, որտեղ դու վախենում ես քայլ անես, որտեղ վախենում ես Աստծուն մոտենաս, որովհետև ինչ պատճառներ կա։ Այսօր վախդ կոտրիր, այսօր այդ նավակից դուրս նայիր, տես, որ Քրիստոս կանգնած է քո փոթորիկների, ալեկոծությունների, խնդիրներիդ մեջ տեղում եւ քեզ կանչում է։ 28 համարի մեջ Պետրոսը պատասխան է տալիս, այնքան էլ վախեցած ու կասկածամիտ, որ ասում է. Տեր, եթե դու ես, հրաման տուր ես գամ։ Հիսուսն էլ նայելով նրան ասում է. արի։ Մենք կմտածենք, որ Հիսուսը պիտի սեր հիմի ճանապարհը գցեմ, փոթորիկը դատարեցնեմ, դու հիմի կուկաս։ Հիսուսը մի հատ հասարակ պատասխան է տալիս։ Մենք մտածում ենք, որ հիմի կանչեցինք Հիսուսին, երկրաշարժ պիտի եղնի, Սուրբ Հոգին պիտի իջնի, կարագը պիտի ելնի, այս տունը պիտի բալի, մորթիկ պիտի իրար խառնվին։ Մի հատ հասարակ պատասխան, կսե Հիսուս ջան, եթե դու ես սակամ կսե արի։ Խեղճ Պետրոսը այդ եգուր արի բարից արդեն իսկ Հիմի չգիտե իսկականից էրտա թե չերտա, բայց այնքան հետաքրքրասեր էր ու իր մեջ վախը հաստահարելու խնդիր ուներ, որ ինքը կուզեր դուրս գար իր նավակից, իր վիճակից դուրս գար։ Պետրոսն էլ նույնպես իջավ ջրերի վրային, քայլեց, որպեսզի Հիսուսի քովը էրտա, բայց սաստիկ էր քամին եւ նա ընկնվավ։ Գիտեք, երբ որ մենք քայլ կենենք դեպի Աստված, իր ամենակարող զորությանը հուսալով, բայց իրականում խնդիրները շատ են, խնդիրները շատ են ու մենք կմտածենք, թե ահա ընկանք, ահա սուզվանք, ու իրականում Պետրոսը մի քիչ սուզվավ, որովհետև ոչ թե Հիսուսին սկսեց նայել, այլ սկսեց նայել էլ ալեկոծություններին, որը շատ էր։ Երբ որ մենք մեր հայացքը կուղենք խնդիրներին ու խնդիրներին, իրանք ավելի մեծ կթվան մեզի։ Բայց երբ որ մեր հայացքը գնահի Աստծուն, Աստծու ամենակարողությունը մենք կտեսնենք։ Ինչին որ նայում ես, դու դա ես տեսնում։ Եթե դու նայում ես Աստծուն, դու տեսնում ես Աստծուն։ Եթե դու նայում ես Աստծո ձեռքի գործերին, դու տեսնում ես Աստծո փառքը։ Երբ որ դու նայում ես խնդիրներին, տեսնում ես դժվարությունները։ Երբ որ դու նայում ես փարավոնին, դու տեսնում ես փարավոնի զորությունը։ Երբ որ դու նայում ես Աստծուն, դու տեսնում ես Աստծո զորությունը։ Մովսեսը խոսում էր փարավոնի հետ, բայց նայում էր Աստծուն։ Պետրոսը նայում էր Հիսուսին, բայց սկսեց նայել փոթորիկին, սկսեց նայել ալեկոծություններին, որ խորդագում են իրեն, եւ մի փոքր սկսեց իջնել։ Միևնույն է, եթե փոթորիկ էլ լինի, ալեկոծություն էլ լինի, Հիսուսը եթե քեզի կանչել է, չի թողնի։ Հիսուսը քեզ չի թողնի։ Ինչ խնդիր որ ունես, ամենակարողը քեզ չի թողնի, ամենակարողը քո կողքին է, տես նրան քո կողքին, տես նրան քո մեջ, տես Սուրբ Հոգու զորությունը քո մեջ, որովհետև նա քեզ հետ է, քո մեջ է և առաջնորդում է քեզ։ Պետրոսը աղաղեց, ասեց Տեր, ազատե ինձ,
ազատ է ինձ։ Ինչուց։ Մենք կմտածենք, թե Պետրոսը սուզվելուց կաղաղագեր ազատ է ինձ։ Պետրոսը կաղաղագեր իր ներսից ազատ է իրան։ Իր կասկածամտությունից ազատ է։ Իր ներքին ունեցածից ազատ է, ոչ թե այդ խորդագումից, որի մեջ ինքը իջնում է, բայց մենք երևույթին ենք նայում։ Սիրելիներ, մենք երևույթին ենք նայում, ոչ թե սրտին։ Մեր խնդիրը հենց էս է, որ Աստված սրտին է նայում, մենք երևույթին։ Մենք նայում ենք, ասում ենք, այս մեկը արժանի է, այս մեկը արժանի չէ, բայց լրիվ հակառակն է։ Մենք նայում ենք կշերքով, մեր աչքի տեսածով դադում ենք կյանքը, երևույթը։ Պետրոսն էլ նայում էր դրա համար, ասում է, Տեր, ազատ է ինձ, ինձանից, իմ ներսի խնդիրներից, ոչ թե սուզվելուց։ Հիսուսն էլ շուտ, ոչ թե ուշացած։ Հիսուսն էլ շուտ իր ձեռքը բռնեց և Պետրոսին հանեց։ Եվ ասեց թերահավատ, ինչու երկմտեցիր։ Ահա թե Պետրոսն ինչու էր ասում ազատիր ինձ։ Պետրոսն ասում էր ազատիր ինձ ոչ թե խեղդելուց, այլ իմ թերահավատությունից, որտեվ Հիսուսը ոչ թե Պետրոսին ջրի վրա էր տեսնում, այլ Հիսուսը տեսնում էր Պետրոսի ներսի թերահավատությունը, որը պատճառ եղավ, որ Պետրոսը ինչ եղավ, մեքիչը միջավ, բայց հանեց Հիսուսը, հանեց, բժշկեց Պետրոսին։ Բայց ուզում եմ ստեղ երկու հետաքրքիր կետ կա, որ անդրադառնանք 32 եւ 33-րդ համարներն է։ Գիտեք, մենք շատ անգամ, երբ որ մեր փոքրում կխորդագվինք, մեր փոքրում կնեղվինք, մեր փոքրում իրավիճակը մեր սրտով չի եղնի, շատ արագ կտրեցինք, կապեցինք, պատնեշները շարեցինք ու գնացինք հեռու։ Հիսուսը, երբ որ Պետրոսին հանեց, նրանք նորից մտան նավակը։ Նավակը այն եկեղեցին էր, որտեղ դու կաս։ Երբ որ խնդիր ունիս, մի փախի այդ եկեղեցուց, որտեղ ամենակարողը եկեղեցու մեջ է։ Ամենակարողը նավակի մեջ է, որտեղ քեզ կփաթաթի, կբժշկի, կնորոգի։ Պետրոսին տարավ Հիսուսը նորից նավը, մի փախի նավից։ Նավի մեջ օրհնություն կա, նավի մեջ խաղաղություն կա, նավի մեջ խնդիրների լուծումը կա։ 32-րդ համարը ասում է, երբ նրանք նավը ելան, հովը դատարեց։ Երբ որ դու քո խնդիրներիդ մեջ տեսնում ես ալեկոծություններ, նավը բարձրացի ու խնդիրը քեզ համար կլուծվի։ Երբ որ Նոյն ու իր ընտանիքը նավը մտան, թեև խնդիրը եղավ, ջրեղեղը եղավ, Նոյին ու Նոյի ընտանիքին ոչ մի բան չեղավ, որովհետև իրանք նավի մեջն էին։ Նավի մեջ ապահովություն կա, սիրելիներ։ Եվ 33-րդ համարը շատ հրաշալի է։ Եվ նրանք, որ նավի մեջ էին, երկրպագություն արեցին նրան եւ ասեցին իրավացի, դու Աստծո որդին ես։ Ես ուզում եմ, որ այս ճանաչողությունը ամեն մեկիս կյանքի մեջ կա։ Երբ որ դու երկրպագություն անես, քո երկրպագությանդ մեջ քո խնդիրդ կլուծվի, դու կբացահայտես, որ իրականում նա ամենակարողն է։ Նա ամենակարողն է, փոթորիկը խաղաղեցնողն է, խնդիրներդ լուծողն է, խնդիրներդ հարթեցնողն է, ճանապարհ հարթողն է, քեզի բժշկողն է, քեզի օրհնողն է, քեզի պահողն է, իր ծածկոցը, իր թևերը տարածողն է։ Ամեն խնդիր, որը դու ունիս, քո երկրպագությանդ մեջ դու կրնաս այդ օրհնությունը վայելես ու վերցնես, որովհետև նավի մեջ ովքեր կային երկրպագեցին։ Այսօր ովքեր կանք այստեղ, մենք կարող ենք երկրպագել եւ ասել Տեր, ինչքան բան կա, որ շնորհակալություն ունեմ ասելու։ Ինչքան բան կա, որ չեմ էլ ասել, չեմ էլ գիտակցել, բայց այսօր հասկանում եմ, որ իմ փոթորիկները, որոնք ինձ չեն հասնում, խնդիրները, հիվանդությունները, որոնք ինձ չեն բռնում, մեկ ակնթարթ ուղղակի ձեռքդ ես տարածում եւ բռնում ես ինձ։ Սխալ սովորություններ, կարծրատիպեր սահմանափակում են ամենակարող Աստծուն տեսնելու։ Սխալ սովորություններ, որոնց մենք գերի ենք։ Գիտեք, շատ անգամներ այդ սովորությունները պատճառ են, որ մենք Աստծուց հեռու ենք։ Եվ մենք էլ արտարանում ենք դրանով։ Ասում ենք, թե ես էլ սպես եմ։
Այն մյուսն էլ ըմբես է, բայց իրականում Աստված ուզում է այդ սովորություններից մեզ ազատել։ Աստված ուզում է որպես ամենակարող գալ քո կարծրատիպի մեջ, գալ քո սխալ սովորության վրա, գալ այն տեղը, որտեղ դու ճիշտ չես, որտեղ դու մի փոքր այլ ուղղությամբ ես աճում եւ բնականաբար որ աճում ես, խանգարում ես ուրիշներին, Աստված ուզում է ճիշտ տեղը տեղադրել, բայց մենք ասում ենք, չէ, ես սպես եմ ուզում, ես էլ եմ սպես ուզում։ Այն մյուսն էլ ինպես է ուզում։ Մենք չենք ուզում մեր ուզեցածը, այլ մենք ուզում ենք ասել, Տեր, դու ամենակարողն ես, դու ինչպես ես ուզում։ Մենք ուզում ենք մեզ այսպիսի ձև տանք կդավը, մենք ուզում ենք մեզ բաժակի տես տանք, Աստված ուզում է, ասում է թող քեզ մի հատ մեծ սապոր սարքեմ, որ Սուրբ Հոգու ջրերը առատ լցնեմ ու հետո դադարգեմ, ասում եմ, չէ, Տեր ինձ պես սարքի, Աստված ուզում է ամենակարողի պես քեզ օրհնել, լցնել, դու ասում ես, չէ, Տեր ինձ սկան տուր, իմ բաժակս էս է։ Աստված ասում է, եկեք, ձրի առեք, վերցրեք, ինչ չափով որ ուզում եք, եկեք, մենք սկանը գնացել ենք, Տեր ջան, բավարար է։ Մեր սովորություններից մենք կարիք ունենք դուրս գանք, սիրելիներ։ Սովորությունները պատճառ են, որ մենք ամենակարողին չենք կարող ճանաչել։ Որովհետև մենք սովորություն չունենք 1 ժամ աղոթքի։ Մեզ համար 50 րոպեն լրացավ, մենք գնացինք, ժամը չլրացավ։ Մեզ համար կարևոր չէր, որ հայտարարություն կար աղոթքի, հայտարարություն կար ծառայության։ Մենք սովորություն չունենք, կիրագից կիրագի մենք կերտանք, որտեղ մեր սովորությունն այդպիսին է։ Բայց իրականում սա սովորություն չէ, սա կյանք է, սիրելիներ։ Սա կյանք է, ամենակարողին ճանաչելը կյանք է, ոչ թե սովորություն է, որ մենք ելանք կիրագի օրը եկեղեցի պիտի գնանք։ Ոչ, դա սովորություն չէ, դա կյանք է մեզ համար։ Հիվանդություններ, որոնք մեր կյանքի մեջ սահմանափակում են, որ մենք Աստծուն ճանաչենք։ Մի հրաշալի օրինակ ուզում եմ կարդալ Ղուկաս ավետարան 5-րդ գլուխ 12-րդ համարից։ Մի օր ինքը քաղաքի մեջ էր, եւ ահա մի մարդ, որ բորոդությունով լեցված էր, երբ Հիսուսին տեսավ, երեսի վրա ընկավ նրա առաջ, եւ նրան ասեց. Տեր, եթե ուզես, կարող ես ինձ մաքրել։ Այս պատկամիս մեջ այնքան հասարակ բառեր կան, որ մարդու ծիծաղը գալիս է։ Մարդը լուրջ խնդիրներով բորոդության մեջ, բոլորից առանձին, հասարակությունից կտրված խնդիրներով, խնդիրներով տեսել է Հիսուսին ու ասում է. Տեր, թախանձագին կերպով աղերսում է, ասում է, եթե ուզես, կարող ես ինձ բժշկել։ Հիմա այդ բորոդը ինչ ակնկալիք ուներ, ինչ կսպասեր Հիսուսից, Հիսուսը պիտի կպներ, Հիսուսը պիտի բժշկեր, ինչ որ մի ադմ բան լիներ։ Հիսուսն է մի բառ է ասում է ուզում եմ, կամենում եմ։ Հիսուսը ասում է, ես ուզում եմ, որ դու միշտ հաղթես, հասարակ է, բայց զորություն կա մեջը։ Այս բորոդին ասեց ուզում եմ, կամենում եմ, ու մաքրվի, ու բորոդը մաքրվավ։ Ինչքան մտքեր կան, որ քեզ կբել են, և քեզ բորոդի նման են դարձրել։ Գիտեք, միք նայեք բորոդությունը միայն հիվանդությունը։ Այսօր նայեք մտքեր, որոնք կպնելով ձեզ դարձրել են բորոդ։ Քանի եղբորից ու քրոջից բաժանվել ես, քանի հոգու հետ խնդիր ունես, որ այդ բորոդությունը մտքիդ մեջ է ու դու անընդհատ խփվում ես այդ մարդուց։ Այդ նույն միտքը բորոդության նման փաթաթվել է քեզ եւ դու անընդհատ վանվում ես։ Այդ մարդը մտավ դու փախար։ Այդ մարդը չկար դու լավ ես, այդ մարդը հայտնվավ դու փախար, որտեվ ամենակարողը քեզի չես կբե։ Ամենակարողը քեզ քո բնավորությանը չես կբե, քո բորոդությանը չես կբե։ Դու էլ չես ուզես այսօր Տեր, ես բորոդ միտք ունեմ, ես հիվանդ միտք ունեմ, ես ուզում եմ, որ իմ միտքը բժշկվի։ Երբ որ միտքդ բժշկվավ, դու կհասկանաս, որ քո կողքին այդ, որից դու իրանից կփախներ, որից կնեղվեր ու իրար հետ խնդիր ուներ, բորոդությունը, երբ որ կյանքից դուրս եկավ, Աստված որպես ամենակարող հայտնվավ քեզի ուսավ կամենում եմ բժշկվի, կամենում եմ միտքդ բժշկվի, դու կհասկանաս, որ դու բորոդությունից ազատ ես ու կերտաս, սկսե գնա ցույց տուր, գնա տես, ազատությունը ցույց տուր, բժշկությունը ցույց տուր, որ մարդիկ տեսնեն, որ դու բժշկվել ես։ Աստված կամենում է, որ դու բժշկվես։ Սիրելիս, ինչ հիվանդություն որ ունես, արի այսօր իր առաջ, ասա Տեր, ես ուզում եմ բժշկվել։ Ամենակարող, ես ուզում եմ, որ քո ամենակարող զորությունը կա իմ կյանքի մեջ։ Եվ երբ որ Աստված գալիս է մեր կյանքերի մեջ, մենք սկսում ենք բժշկվել։
Մեր միտքը շատ անգամներ մեզ մղում է սխալ ընկալման, եւ մենք շատ անգամներ սխալ ճանապարհների մեջ ենք գնում, սխալ եզրահանգումների ենք գնում, ինչի, որովհետեւ մեր բոլոր միտքը, մեր հիվանդ միտքը սխալ մեկնաբանություն բերեց մեր կյանքի մեջ, եւ մենք սկսում ենք մեղքը, վադը, թերությունը ավելի արժևորել, քան այն օրհնությունը, որ այդ մարդուց ունենք, որովհետեւ մեր միտքը բոլոր է, մեր միտքը հիվանդ է։ Նույն մեղքը շատ անգամներ գործում ենք, նույն մեղքը շատ անգամներ մեր կյանքի մեջ գալիս է, եւ մենք հաղթություն չունենք։ Ովքեր իրենց կյանքի մեջ հենց հիմա բացահայտում են, որ իրենք նույն մեղքի առաջ կանգնած են, քննությունը չեն տվել, հաղթությունը չունեն, իրանք կարիք ունեն այդ մեղքին հաղթեն։ Եթե մեղք կա, որ քո կյանքի մեջ կրկնվում է, մեղք կա, որը քո սերնդի մեջ եղել է, հիմա քո ընտանիքի մեջ կա, դու բացահայտում ես, դու կարիք ունես ամենակարողի առաջ կանգնել։ Եթե դու տեսնում ես խնդիր, պրոբլեմ, որը գալիս է անընդհատ, այդ անիվը պատդվում է, կարծես թե նույն պատմությունը նորից կրկնվում է ու քո սրտիդ մեջ վախ կա, որ այ այս ինչը գնաց, այն ինչը պիտի գա, այն ինչը գնաց, այս ինչը պիտի գա։ Ես ուզում եմ, որ դու այսօր ամենակարողի առաջ կանգնես։ Այսօր թույլ տաս այդ ամենակարողը, այդ մեղքի անիվը, պատդվող անիվը, որ ինչ որ ժամանակը մեկ քեզ վախեցնում է ու այդ մեղքը քեզ հյուր պիտի գա, այդ մեղքի անիվը կանգնի քեզ համար։ Եվ այդ մեղքը, այդ սովորությունը, որը քո կյանքիդ մեջ կա, քո մտքիդ մեջ կա, Աստված կուզե այսօր քեզի ամենակարող զորությունով ազատե ու կպնի։ Գիտեք ամենախնդիրներից, ամենադժվար բաներից մեկը որն է։ Երբ որ նույն մարդուց, նույն բանի համար մի քանի անգամ խնդիր ես ունենում։ Գիտեք, սա ավելի վտանգավոր է։ Երբ որ նույն մարդուց նորից խփվում ես, մի անգամ խփվել ես, երկրորդ անգամ ու ինքնստինքյան քո ու իրա միջև խնդիր առաջացավ։ Եթե դու այսօր հարցը չլուծես, եթե դու այսօր այդ կրկնվող իրավիճակը չբերես Աստծո առաջ, Տեր, ես կուզեմ այսօրից ազատվեմ, ինքը ամեն անգամ քեզի պիտի պատճառի նեղություն։ Աստված ամեն ժամանակ ուզում է քեզ հաղթություն տա։ Ամեն անգամ, երբ որ այդ նույն անունը լսելուց դու պիտի սարսրես, ամեն անգամ այդ իրավիճակին հանդիպելիս դու պիտի մտածես, որ ահա ես էլի պարտվեմ պիտի, ես ուզում եմ, որ այսօրվա պատկամը քո սրտիդ մեջ գրես, ամենակարող Աստվածը ուզում է, որ դու իր առաջ քայլես եւ կատարյալ վարվես։ Ամենակարող Աստվածը ուզում է, որ դու այսօր քայլես եւ գնաս դեպի հաղթություն։ Ու Աստված ոչ թե երբեմն, այլ միշտ կամենում է, որ դու հաղթություն ունենաս։ Երբ որ դու հաղթություն ունենաս, դու այդ հաղթության Աստծուն կսկսես գովաբանել եւ իր ամենակարողությունը քո կյանքի մեջ կգա, որովհետեւ դու ուզում ես, որ ամենակարողը քեզ համար հովանի լինի։ Ես ուզում եմ, որ ամենակարողը իմ համար հովանի լինի։ Ես ուզում եմ, որ ամենակարողը իմ ամեն խնդիրների մեջ ինձ ծածկի, փոթորիկի մեջ, կրակի մեջ, խնդիրների մեջ, որտեղ որ ես լինելու եմ, ես ուզում եմ, որ ամենակարողին ճանաչեմ ամեն տեղ, ամեն իրավիճակում։ Եվ իմ կյանքի մեջ մեկ որոշում կա. Տեր, ուզում եմ ամենակարողին ճանաչել։ Երբ որ ամենակարողին ճանաչեմ, որևէ բանի կարիք չեմ ունենա, ես ուզում եմ ճանաչողություն։ Եկեք ոտքի կանգնենք, կանգ իր առաջ։